1870-ականներին մի գերմանացի մեծահարուստ առաջարկում է հսկայածավալ ծրագիր Երևանի նահանգը զարգացնելու համար։ Այս մասին գրում է Մշակ թերթը, իսկ ավելի ուշ թեմային անդրադառնում է նաև Ռաֆին։ Ծրագրով նախատեսվում էր Արփաչայից ջրանցքներ անցկացնել, ոռոգել անջուր հողերը, տնկել անտառներ տասնյակ հազարավոր դեսյատինների վրա, հիմնել գործարաններ, կառուցել նոր քաղաք Արարատի ստորոտում եւ այնտեղ բնակեցնել եվրոպացի գաղթականների։ Ավելին, նախատեսվում էր Երևանի նահանգում բնակեցնել մինչև 100,000 գերմանացի եւ իռլանդացի, իսկ նոր քաղաքից երկաթուղի կառուցել մինչև Թիֆլիս։ Սակայն ծրագիրը չիրականացավ, խնդիրը միայն տեխնիկական կամ ֆինանսական չէր։ Ռաֆին ընդգծում էր, որ Երևանի նահանգի կլիմային ու պայմաններին լավագույնս կարող էին հարմարվել Պարսկաստանից եկող հայերը, ոչ թե եվրոպացիները։ Նրա համոզմամբ երկրի զարգացումը պետք է հիմնվեր հենց հայկական բնակչության վրա։ Ռաֆու դիրքորոշումը վկայում է, որ այդ շրջանում հայ ժողովուրդը ցանկանում էր սեփական երկիրը զարգացնել ազգային ներուժով։ Գերմանացի մեծահարուստի ծրագիրը չիրականացավ, սակայն այդ իրողությունը մնաց պատմական փաստ։